Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանությունն ու կեղծիքները, որոնք ըստ նրա օգտագործվում են Վարդանյանին ցմահ բանտարկության դատապարտելու համար։ ԱՄՆ կոնգրեսում կազմակերպված լսումների ժամանակ ունեցած ելույթում Գենսերը հայտարարել է բոլոր հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ անելով միջամտել եւ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, եթե որևէ գործողություն չձեռնարկվի։ Նախորդին էլ Ռուբեն Վարդանյանի շինծ ու գործերով դատական նիստի ժամանակ նրա փաստաբան Ավրահամ Բերմանը բացառք էր հայտնել դատավորների կազմին, դատարանը սակայն որոշել էր չդիտարկել միջնորդությունը։ Եվրամիության ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կարևոր տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանման համար, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, պատասխանելով Եվրախորհրդարանի падգամավոր Էմանուել Ֆրակկոսի գրավոր հարցադրումներին։ Վերջինը հետաքրքրվել էր արդյոք Կալասի հետ Բաքվում հանդիպման ժամանակ Ալիևի ռեժիմի նախարար Ջեյհուն Բայրամովը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 բանտարկյալների, հայրենադարձել հայ պատանդներին եւ երաշխիքներ տալ Արցախ հայերի արժանապատիվ վերադարձի մասին։ Պատգամավորը հետաքրքրվել է նաեւ թե ինչու Եվրամիությունը չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից, երբ գործ ունի Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների հետ։ Կայասը նշել է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են Եվրամիության առաջնահերթությունը եւ հանդիսանում են Եվրամիություն-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքը, եւ այս ուղերձները հրապարակայնորեն ու երկկողմ փոխանցվել են բոլոր մակարդակներում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Factor TV-ին տեղեկացրեց կառույցի խոսնակը։ Դանիելյանն այս պաշտոնում նշանակվել էր անցյալ տարվա նոյեմբերին, հրաժարականի պատճառը հայտնի չէ։ Նշենք, որ Արմեն Դանիելյանի աշխատանքից ազատման դիմումի վերաբերյալ վարչապետի որոշում դեռևս չկա։ Թբիլիսիի մետրոյի կայարաններից մեկի մոտ գտնվող շուկայում խոշոր հրդեհ է բռնկվել ականատեսների վկայությամբ, այն բռնկվել է առավոտյան ժամը 6-ի սահմաններում շինության երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում։ Հրդեհը տարածվել է հագուստի, մրգերի եւ բանջարեղենի պահեստների տարածքում։ Թբիլիսիի կենտրոնական երկաթուղային կայարանը բռնկման օջախի կողքին է։ Կրակն արդեն հաջողվել է մարել, հրդեհը տարածվել է շուրջ 15,000 քառակուսի մետր տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Թուրքական դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետարանի 18 աշխատակցի կոռուպցիայի մեղադրանքով։ Սա տեղի է ունենում ընդդիմության եւ Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի շուրջ զարգացումների ֆոնին։ Ձերբակալվածների թվում են քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը, Իմամօղլուի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի վարչությունների պատասխանատուներ։ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակից Իմամօղլուն մարտին ձերբակալվել, ապա կալանավորվել է կոռուպցիայի մեղադրանքով։ ԱՄՆ Դաշնային դատարանը գլոբալ մեդիայի գործակալությանը կարգադրել է կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհի ապրիլ ամսվա միջոցները հատկացնել Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանին։ Դատավոր Ռոյս Լամբերտը որոշումն արձակել է ապրիլի 29-ին, նշելով, որ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է այդ ֆինանսավորման մասին բյուջետային որոշումը։ Որոշման հրապարակումից հետո ռադիոկայանի նախագահ Սթիվ Կապուսը հույս է հայտնել, որ արագորեն կստանան ապրիլի ուշացած վճարումը, հավելելով, որ Ազատ Եվրոպա ազատությունը ստիպված է եղել այս ամիս հարկադիր արձակուրդի ուղարկել աշխատակիցներին եւ կրճատել հաղորդումները տարածաշրջանում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան կոնկրետ առաջարկներ չանեն պատերազմը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները կդադարեցնի միջնորդական ջանքերը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում ամերիկացի դիվանագետ Ջոն Քելլին իր հերթին Մոսկվային մեղադրել է շարունակվող արյունահեղության մեջ, ընդգծելով, որ հարվածների հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել, այդ թվում քաղաքացիական անձանց շրջանում։ Ըստ դիվանագետի պատերազմը դադարեցնելու բեռը Ռուսաստանի եւ Ուկրաինայի վրա է։